Բարև ձեզ Վահե, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս տարբերակով 1-2 հարցի հետ կապված նաև ձեր տեսակետը արտահայտել եւ այսպես 3 աննախադեպ բռնաճնշումներով, ձերբակալություններով, ահաբեկումներով, ընտրախախտումներով մենք ականատես եղանք Հայաստանում անցկացված ընտրությունների։ Եթե մանրամասները չասեմ, որովհետև վստահ եմ դուք էլ հետևել եք, տեսել եք, արձանագրել եք այդ ընտրախախտումները, ինչպես կբնորոշեք այս խայտառակությունը եւ դեռ միլիոնից ավել, այսպես ասենք, մարդկանց ընտրության, այսպես ասենք, քվեարկությունը հայտնի չէր, Նիկոլ Փաշինյանը շտապեց իրեն հռչակել միանձնյա իշխանության տեր։ Դուք ճիշտ որակեցիք խայտառակությունը ասվածը, տեսեք, այս իշխանությունները նախորդ 8 տարիների ընթացքում ոնց խայտառակություն կային, տենց էլ մնացել են։ Ոչ մի բան չի փոխվել, սցենարը չի փոխվել, այս մարդիկ ուղղակի ներկայացում սիթքոմ են նկարում, որտեղ որ սիթքոմի գլխավոր դերակատարը, այսպես կոչված Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, նա խախտեց օրենք, սահմանադրությունը խախտեց ու մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կոնկրետ թվերը ներկայացնելը վերջնական կամ գոնե նախնական հայտարարեց, որ իրենք հաղթել են։ Միանձնյա, ամենակարևորը։ Միանձնյա, օքեյ։ Բայց եթե մենք նայում ենք իր հետևի կանգնած տարբեր տարատեսակ ուսապարկերին, ովքեր որ գոյություն չունեցող դեմքով ու ոչինչ չասող հայացքներով նայում էին դեպի էկրաններին, մենք հասկանում ենք, որ իրանք չեն հաղթել, որտեղ հիմնականում տեսեք, անգամ հաղթելու պարագայում մեկը մյուսին շնորհավորում է, ժպտում են, ուրախանում են եւ այլն եւ այլն, այսինքն այն իրավիճակը, որը որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ու այն օրենքի խախտումը, որ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց, բնականաբար չեմ կարող չանդրադառնալ 500-ից ավել դեպք ա եղել ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների, որոնք դեռ պետք է քննվեն։ Արդյոք մենք վստահ ենք, որ այդ 500 խախտումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ձայները չի պակասելու, մենք վստահ չենք։ Ներողություն, անգամ 3 պարոն Նահապետյանը կարծեմ, այսպես ասած, ներողություն որակման համար, բայց ուղիղ մեջբերում խրձերով զինվորներ էին բերում, որպեսզի վերջին պահին եւ արդեն պահից էլ հետո մեր զինվորների հետ կապված, ովքեր որ նախ պաշտպանության նախարարությունը եթե իր տեղում գտնվեր, զինվորները ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կհայտնվեին ու իրենց քաղաքացիական պարտքը կկատարեին, ոչ թե կբերեին ժամը 8-ից հետո։ Ես վստահ եմ, եթե մեր զինվորներին ուղղորդված չեն բերել ու ընդդիմադիրներին իրանք ընտրելուց լինեին, բնականաբար ընտրելու իրավունքից կզրկեին, ինչպես զրկեցին շատերին, ովքեր եկել էին տարբեր երկրներից մեր հայրենակիցներ, ովքեր մտահոգ էին, իրենց հայրենիքն են համարում Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար ունեին նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իրեն զրկեցին տարբեր դրվագներով, մեկը ընտրատեղամասի հետ կապված խնդիր եւ այլն։ Ինչ վերաբերվում է մյուս խախտումներին, բացառիկ է նաև այն դեպքերը, որ նույն տան վրա գրանցված կան տարբեր մարդիկ, ովքեր որ դեռ բացահայտված չեն, ինչ սկզբունքով են հայտնվել այդ տան գրանցման վրա։ Ես ինքս վստահ չեմ, որ իմ տան վրա գրանցված եղել են էլի մարդիկ։ Այն ընտրակեղծիքները, որոնք որ յուրացվել են Նիկոլ Փաշինյանի կողմից մեր քաղաքացիների քվեները, նախ անարգանք է ու այդ վերաբերմունքը որպես անարգանք եմ դիտարկում, երբ որ ժամը 12-ին կամ 2-ին պայմանականորեն իրենք նշում են հաղթանակ, ոտնահարելով այն քաղաքացիների իրավունքները, ովքեր են ընտրության ու իրենց քվեները տվել են ընդդիմությանը։ Ես հասկանում եմ, որ իրենց համար շունշանգալներ կոչված ընդդիմադիրներին, ընտրողներին վերաբերվող քաղաքացիների այդ որակավորումները մենք նույն ձև չենք պատասխանում, այսինքն մենք չենք անարգել իրենց 727,000 քաղաքացիներին, ովքեր որ ընտրել են բռնաճնշումների արդյունքում ստիպողաբար ու այլևս փաստ է, որ վարչական ռեսուրսի օգտագործելը եթե չլիներ, լինի Նիկոլ Փաշինյանը ոչ թե 49%, անգամ 50%-ը չի հաղթարել։ Դուք պատկերացնում եք, այս բռնաճնշումների արդյունքում 500-ից ավել ընտրակեղծիք ու խախտումներ, 500-ից ավել մարդիկ, որ ձերբակալված են, կալանավորված են կամ ժամանակավորապես գտնվում են հիմնարկներում իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Ընտրություններից 1 օր, 2 օր առաջ Արմեն Աշոտյանին ձերբակալեցին, կալանավորեցին եւ տարբեր միայն պետք է նշել, որ ընդդիմադիր գործիչներից ձերբակալվեցին, իսկ մենք վստահ ենք կամ սիրելի հայրենակիցներ, դուք վստահ եք, որ իշխանությունները մաքրեմաքուր աշխատել են, ընտրակեղծիքներ չեն եղել։ Ես վստահեցնում եմ, որ ոչ։ Երեք մեր գործընկեր Լիա Սարգսյանը լորի տեղամասից աղմկահարույց դեպքի մասին է բարձրաձայնի տեսանյութերով, ինչպես են այսպես պոլիէթիլենային տոպրակներով թերթիկները տանում ուրիշ ընտրատեղամաս, դեպքեր են եղել, որ երրորդ համարի քվեաթերթիկ չի եղել, 17 համարի քվեաթերթիկ չեն տվել, դեպքեր ա եղել, երբ որ ուժեղ Հայաստանի վստահված անձին փորձելա ծեծի
քաղաքացիական պայմանագրի վստահված անձ է։ Եղել է բոլորը տեսանյութերով իմիջիայլոց։ Սպանության դեպք կա, որտեղ բացահայտված չի, որտեղ եղել է ընտրատեղամասի մոտ միգուցե կապ չունի, բայց ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի բան մեր երկրում կատարվում է, ինքը կապ չունի, որտեղ պատասխանատուն եւ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Անկամ այն կեղծումների այդ ընտրակեղծիքների հետ կապված միակ մեղավորը եւ պատասխանատուն կազմակերպիչ կողմն է, այսինքն իշխանությունները։ Չեմ կարող նաեւ չանդրադառնալ, որը շատ ծիծաղելի է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն շնորհավորում էր ու իր թիմին շնորհավորում էր ու իրանք անգամ նշելու ոչինչ չունեին եւ չէին տեսնում նշելու մի բան մեր հարգարժան Եվրոպամետ գործիչները պնդում են որ ամեն ինչ ժողովրդավար է, ամեն ինչ արդար է եւ այլն ու կան երկրի ղեկավարներ ովքեր որ դեռ Նիկոլ Փաշինյանը իրեն չէր շնորհավորել իրեն արդեն փորձում են ավելի շուտ շնորհավորել այդ ժամանակները անցնելու են մենք հիշում ենք ամեն ինչ եւ բոլորին այդ ժողովրդավարության բաստիոն կոչվող Նիկոլ Փաշինյանյան Հայաստանը պետք է հետ գնալ ու նայել, որ երբ որ ընդդիմադիրների վրա կրակում էին, Եվրոպան լռում էր։ Եվրոպացիները եթե ասելիք ունեն ժողովրդավարության մասով, պետք է նախ սկսեն Նիկոլ Փաշինյանից, ով կրակում էր անզեն քաղաքացիների վրա, ովքեր աննազանության ակցիա էին կապտությունում չկա ժողովրդավարություն, Հայաստանի Հանրապետությունում մենք դեռևս չունենք վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը չունի բացարձակ իշխանություն, Նիկոլ Փաշինյանը այլևս սուպեր վարչապետ չի եւ չի կարող լինել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին մեր միլիոնոկես հայրենակիցներից չեն տվել իրենց քվեն, անգամ 50%-ը, որը որ պահանջվում էր, ինքը չունի սահմանադրական մեծամասնություն, ինքը 3 միլիոն վարչապետերից ստացել է ընդամենը 727,000 ձայն, որը բերվել է վարչական ռեսուրսով ու մենք պնդում ենք, որ պետք է լինի նաև վերջնահաշվարկ, իսկ մեր հայրենակիցներին նախ շնորհակալություն բարձր մասնակցության համար, ովքեր որ չլռեցին, գնացին, բարձրաձայնեցին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին, իրենց մտահոգությունը ու տեր կանգնեցին մեր հայրենիքին, մեր Հայաստանի Հանրապետությանը։ Իմիջիայլոց հենց հիմա ԲՀԿ-ն իրականացնում է վերահաշվարկներ, խայտառակ տարբերությամբ բացահայտումներ են անում։ Պատկերացրեք այսպես, X ընտրատեղամասում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ձայն է հաշվել ԲՀԿ-ին, հրապարակվում է 78 ձայն է եղել։ Տեսեք, նախ Նիկոլ Փաշինյանը կարող ենք նաև Արքունի Հովհաննիսյանի հետից նայեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վերցնում է 2 ձայները, որպեսզի 2/3-ը ապահովի, տեղ իրան խանգարումով բնականաբար Բարգավաճ Հայաստան, որտեղ մյուսները անցողիկ շեմը հաղթարել են այն սկզբունքով, որ իրենցից հնարավոր չի մանդատ գողանալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենում է 62 մանդատ, օրինագծեր կան, որ չի կարող հաստատել առանց ընդդիմադիրների, պաշտոններ կա, որ չեն կարող զբաղեցնել միայն իշխանականները, այսինքն այդ ընտրությունը կազմակերպելու է ընդդիմադիր ուժերի։ Այսինքն այս բանին էլ փաստացի ուզում է ընտրախախտում անել։ Հիմա ինքը այդ ընտրախախտումը պատկերացնեք Բարգավաճ Հայաստանին պակասում է 0.05% կամ 60 ձայն։ Ինչ է կարծում մեր հայրենակիցները կամ Բարգավաճ Հայաստանի ընտրողները այդ 60 ձայնի խնդիր ունեն, որպեսզի անցողիկ շեմը հաղթարեն։ Ես բնականաբար մի ընտրատեղամասի օրինակով 60-77 ձայնով մասով խնդիրը լուծվում, այսինքն Նիկոլ Փաշինյանը անցել այնպիսի խղճուկ մի իրավիճակում է հայտնվել, որտեղ որ յուրաքանչյուր մեր հայրենակցի ձայն փորձում է կորզի, գողանա, որպեսզի իր իշխանությունը վերարտադրվի, բայց պետք է իրեն հիշեցնենք, որ իրենք արդեն գնում են դեպի անդունդը միայն այն սկզբունքով նաև որ իրենք չունեն 18 թվականի հեղափոխության արդյունքներ, իրենք չունեն անգամ 21 թվականի հետ պատերազմյան Հայաստանի արդյունքները, որտեղ որ իրանք ստեղծեցին բացարձակ մեծամասնություն ու ունեցան սուպեր վարչապետ։ Սուպեր վարչապետի ժամանակը անցել է, Նիկոլ Փաշինյանի ժամանակը անցել է, Նիկոլ Փաշինյանին շնորհավորում են մի քանիսը, անգամ իր թիմակիցները շնորհավորելու սիրտ չունեն, դեմք չունեն շնորհավորելու։ Հայրենակիցներ ջան, դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանը ոնց է տոնում ընդհանրապես իր հաղթանակները անգամ կեղծված։ Երեք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ չէր նշում։ Եք չեն ասած, ես ծապ տվեք արա։ Հա, մեծ դժվարությամբ իրանք փորձում էին դեմքերը պայն։ Երեկվա կադրերից վերցեք Սուրեն Պապիկյանին, Աղդամսի Ալեն Սիմոնյանին, ու այնտեղ մի քանի ուսապարկեր կային, ովքեր որ փորձում են ցույց տան, որ ամեն ինչ հիանալի է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ 49%-ով վարչապետ եւ մեծամասնություն չեն ձևավորում ու Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները անգամ եթե փորձեն ինչ որ սկզբունքով մնան այդ ընտրակեղծարարությունները մարսեն, իրենց իշխանությունը այս պարագայում չի տևելու 5 տարի, առավել եւս ես կարծում եմ, եթե դեռ պետք է լսել բնականաբար ընդդիմադիրներին, ովքեր հաղթարել են շեմը ու պատկերացնում եք, այսինքն եթե չլինեին այս ընտրախախտումները, այս խայտառակ տերորը, բարի բուն իմաստով տերորը ընդդիմադիրների նկատմամբ ու այս իրականության մեջ կարողանալ թեկուզ
այդ անգամ այս իրականության մեջ իրենց կենտրոնական դրական հանձնաժողովը չկարողացավ այդ աստիճանի այո օգնել եւ փրկել Նիկոլ Փաշինյանին, փաստացի պատկերացրեք էլ ինչքան ձայներ են իրենց խախտումներով Նիկոլ Փաշինյանին ոչ Ադրբեջանն է օգնելու փրկի, ոչ Թուրքիան, ինչ որ պահ է գալը, որ էլ Աստված չի փրկելու Նիկոլ Փաշինյանին։ Նաև պետք է անդրադառնամ, որ նախկին ԱԳՆ նախարարը արդեն Ադրբեջանի ուրախանում էր, տոնում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ու շնորհավորում ադրբեջանցիներին։ Ես այլևս մեր հայրենակիցներին, ովքեր որ աջակցել են Նիկոլ Փաշինյանին ստիպողաբար կամ իրենց կամքով, իրենց ասելիք այլևս չունեմ, մենք մեր խոսքը ասել ենք, մեր դիրքորոշումը արդեն պարզ է, բայց եթե դուք լավ եք զգում, որ ադրբեջանցիները տոնում են ձեր վարչապետի այսպես կոչված հաղթանակը, որ դեռ քննարկվում է ու կենտրոնական դրական հանձնաժողովը դեռ վերջնահաշվարկի արդյունքում չի ներկայացրել կոնկրետ տոկոսային հարաբերակցությամբ, հավաքական ընդդիմությունը բնականաբար անելիք ունի, կարծում եմ իրենց գործը շատ լավ գիտեն ու կանեն, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր որ անհամբեր են, իրենց ձայնը տվել են ընդդիմադիրներին, նախ պետք է զինվենք համբերությամբ, հուսահատությունը մեղք է, իսկ մենք Աստծո ժողովուրդ ենք, այնպես որ պետք է համախմբված, մենք սպասել ենք 8 տարի, կարող ենք սպասել նաև 8 օր, որպեսզի այս իշխանությունները հեռացվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ապրի, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբևիցե իշխանության էլ չկարողանա գալ։ Շնորհակալություն։ Ես